Մենք այսօր պիտի գնանք Շիրակի գերեզմանոցին պաբայի տարելիցն մահվան, եկանք ստեղծպես տեսանք էլ ինչ տարելիք, ինչ կա որ հեղաշրջում, ինքը հեղաշրջումով չի եկել, 18 թվի հեղաշրջումով չի եկել, ինքը բռնի ուժով չի եկել, Սիգերնելու բան չէ, սա արդեն պղծություն է վերջնական, Սրբազանը երբեք մեղավոր չէ։ Մանավանդ Գյումրիում մենք ինչեր ենք տեսել, չի կարելի։ Չասել է շատ ճիշտ է ասել, ես լրիվ 2 ձեռով է կողմ եմ։ Համբիր է ժողովուրդը դուրս կուկաս, սիկ արդեն մեր վերջն է։ Ես ասել եմ ու էլի եմ կրգնում, Նիկոլը Գյումրիով եկավ քայլարշալ, Գյումրիից վազելով պիտի էշտա։ Ով հայ է, կսիրե իրա եկեղեցին, կսիրե իրա կաթողիկոսին ու իրա հայրենիքը, կմնա Հայաստանում, ով չի հարկե, չի սիրե, սրբություն չունի, թող Նիկոլի հետ, քպագաների հետ իրար ձեր բռնեն գնան Ադրբեջան կամ Թուրքիա, այդտեղ գործ չունին։ Մենք մեր երկիրը կարող ենք ծաղկեցնել։ Մեր առաջնորդը Հայաստանի ամենակրթված, ամենահարդված, ամենախելացի անձնավորություններից մեկն է։ Ուրեմն այդ բոլոր զենքերը քաղաքացիական զենքեր են, կարող էին տանել կա օրինական գրանցված։ Դա պատճառ չէ որ դուք արմատուրայի շշերը տեսել եք որ տանում են ցուցանմուշներ են դրանք։ Իմացեք, աշխարհում կա անմեղության կանխավարկած, բոլորը անմեղ են, քանի դեռ դա չի աբացվել դատարանով։ Երևի Սրբազանի կոչին հետևողները, երևի ԱԱԾ-ականները, զորքը մեր հայոց բանակն ու ոստիկան կոչվածները, եթե կարողանային համախմբել ու լսեին մեր Սրբազանի կոչին այն ժամանակ, հաստատ մենք այսօր չէինք ունենա վեհարան պղծող ոստիկան։ Վիճակը արդեն այնքան է ծայրահեղացել, որ անգամ ամենաբազմազան շերտերը ժողովրդի արդեն իրենց թույլ են տալիս անգամ ամենաբարդ, երբեմն անընկալելի, անընդունելի կոչերով հանդես գալ։ Չգիտեմ, հարցեր շատ կան, բայց ես այնքան եմ վրդոված, որ ինձ համար ամենակարևոր մի հանգամանք է, սրանք հեռանան։ Ինչպես կհեռանան, ոնց կհեռանան, դա արդեն երկրորդ է։